Բարի երեկո բարեկամներ, ուրախ եմ 2012 թվականի մեր առաջին հանդիպման համար, որն ինչպես տեսնում եք տեղի է ունենում արդեն մեր դպրոցը հաղորդաշարի շրջանակներում։ Հաղորդավարի փոփոխությունը թերևս միակ փոփոխությունն է, որ կրում է հաղորդաշարը, անփոփոխ են մնացել հաճախականությունը, օրը եւ իհարկե մեր դպրոցը հաղորդաշարի նպատակը։ Այն է լուսաբանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ուղղված կրթական ոլորտին, ներկայացնել ներդպրոցական եւ ներբուհական անցուդարձը չմոռանալով նախակրթական հաստատությունների մասին, ձեզ սիրելի հեռուստադիտողներ մասնակից դարձնել հետաքրքիր հանդիպումների եւ այլն։ 2011 թվականի վերջին լույս տեսավ լուսարար կրթագիտական թերթի վերջին համարը, որտեղ հրապարակված է 2012 թվականին Արցախյան բուհերի, միջին մասնագիտական եւ արհեստագործական հաստատությունների ընդունելության մասնագիտությունների ցանկը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության փոխնախարար պարոն Ասրյանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ հանդիպում Արցախյան բուհերի ղեկավարների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրին 2012 թվականին առաջարկվող մասնագիտությունների ցանկը։ Եվ չնայած ուսումնական տարին դեռ չի ավարտվել, այնուամենայնիվ բուհերի ղեկավարներն ամփոփեցին անցած տարվա ձեռքբերումներն ու նոր տարվա ծրագրերը։ Նախ խոսեց պարոն Ասրյանը։ Գիտություն դիմորդները տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ դեկտեմբեր ամսվա կառավարության նիստում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ արհեստագործական ուսումնարանի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների եւ քննությունների ցանկը։ Ինչպես մասնագիտությունների ցանկում, այնպես էլ քննությունների ցանկում որոշակի փոփոխություններ են կատարվել եւ ասեմ, որ Արցախի պետական համալսարանում մտցվել են 3 նոր մասնագիտություններ, Ագրարային համալսարանում 1 նոր մասնագիտություն, ագրոբիզնես եւ շուկայաբանություն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բժշկական քոլեջում դեղագործություն մասնագիտությունը եւ Շուշիի հումանիտար քոլեջում դերասանական արվեստ մասնագիտություն։ Արհեստագործական ուսումնարանում մասնագիտությունների փոփոխություններ չեն եղել։ Կապված քննությունների հետ տեղեկացնեմ, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ոչ մրցութային քննությունները հիմնականում փոխանցում են, որ նշված են մասնագիտությունների ցանկում 1 աստղանիշով փոխանցում են կրթության միջնակրթության ատեստատից կամ համապատասխան կրթության փաստաթղթից, իսկ մրցութային քննությունների մի մասը նշված են 2 աստղանիշներով, դա նշանակում է, որ այդ առարկաների համար որպես մրցութային քննություններ դիմորդները կարող են հայտագրել իրենց կրթության փաստաթղթում տարեկան կամ քննական գնահատականները եւ ընդունվել տվյալ մասնագիտության վճարով ուսուցման թափուր տեղեր։ Իսկ եթե դիմորդը ցանկանում է տվյալ մասնագիտության անվճար ուսուցման տեղ հասնել, ապա նույնիսկ 2 աստղանիշով նշված առարկաների քննությունները պետք է հանձնի միասնական կարգով։ Այստեղ որպես նորություն ասեմ, որ որպես օտար լեզու հասկացվում է 4 լեզուներ՝ ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, քանի որ մեր հանրապետությունում այլ լեզուներ չեն ուսումնասիրում, մենք այդ օտար լեզու մրցութային եւ ոչ մրցութային քննության ցանկում ընդգրկում ենք այս 4 լեզուները։ Եվ դիմորդը իր հայացողությամբ որպես օտար լեզվի քննություն կարող է ընտրել այս 4 առարկաներից որևէ մեկը։ Այսինքն նախկինում եթե տնտեսագիտական բլոկի եւ հումանիտար բլոկի, ինչպես նաև ասենք իրավագիտական քաղաքագիտություն այս բլոկի մասնագետների համար որպես պարտադիր քննություն պետք է հանձնել օտար լեզու, այսինքն անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն, բայց սահմանափակում հիմա չկա, այսինքն դիմորդը ազատորեն կարող է այս 4 լեզուներից որևէ մեկը որպես ընդունելության քննություն ինքը հայտագրվել եւ հանձնել նրա անպատասխան կամ ավարտական կամ միասնական քննություն։ Գյուղական շատ բնակավայր էր, որտեղ օտար լեզու չի ուսուցանում եւ փաստորեն դառնում է, որ այս դիմորդները, ովքեր որ ասենք ցանկանում են մասնագիտություն ընդունել, պետք է գայել լրացուցիչ պարապմունքներ եւ այլն, այսինքն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի հավասար դաշտ լինի եւ արդեն ռուսերենը եւս դիտարկվել է որպես օտար լեզու։ Մանկավարություն եւ հոգեբանություն մասնագիտության քննությունների ցանկում մտցվել է կենսաբանությունը որպես 3-րդ մրցութային առարկա, բայց նշված է 2 աստղանիշով, այսինքն Ելի նույն սկզբունքով, եթե ցանկանում են անվճար համակարգ ընդունվել, ուրեմն պետք է պայման կենսաբանության քննությունը որպես միասնական քննություն հանձնեն։ Իսկ եթե վճարովի համակարգում կարող են
ատեստատի ավարտական քննության գնահատականը փոխանցել։ Արցախի պետական համալսարանի ռեկտոր պարոն Դադայանը նախ պարզաբանեց որոշ մասնագիտությունների օպտիմալացման անհրաժեշտությունը եւ ապա ներկայացրեց նոր մասնագիտությունները։ Արցախի պետական համալսարանում 2012 թվականին արկաբաժնում ընդունելությունը կկատարվի 26 մասնագիտությունների գծով։ Իսկ հեռակա բաժնում հեռակա ուսուցման 13 մասնագիտությունների գծով։ Շատ մեծ փոփոխություններ չի կատարվում այս ուսումնական տարում, բացի երկու մասնագիտության գծով։ Առաջինը վերաբերում է տնտեսագիտության բլոկին։ Նախկինում մենք ընդունելությունը կատարել երկու մասնագիտության գծով՝ ֆինանսներ եւ հաշվապահական հաշվառում։ Ուսումնասիրելով հնարավորությունները պահանջարկը մեր հանրապետության եկել ենքան համոզմունքի, որ պետք է կատարվի օպտիմալացում։ Ընդհանրապես բոլոր դասական համալսարաններում այդպիսի վերաբերմունք ունեն օպտիմալացման տարբերակներ։ Բոլոր մասնագիտությունների գծով, ինչու՞ չէ եւ Արցախի պետական համալսարանում նույնը պետք է կատարվի։ Երկրորդ մեր հիմնավորումը կայանում է դրանում, որ ֆինանսներ եւ հաշվապահական հաշվառում մասնագիտությունների փոխարեն այս տարի որ պետք է ընդունելությունը կատարվի տնտեսագիտության, տնտեսություն մասնագիտության պահանջարկն է դա։ Նախկինում մենք ընդունում էինք երկու մասնագիտությունների գծով յուրաքանչյուրը ավելի քան 40 հոգի։ Արդյոք մեր հանրապետությունը այդպիսի պահանջարկ ունի, որ ամեն տարի ասենք 80 տնտեսագետ պետք է մտնեն աշխատանքի։ Բնականաբար ոչ։ Հետևաբար ստիպից ենք մենք ելնում, որ պետք է այդ օպտիմալացումը կատարվի։ Հետո տնտեսագիտության, տնտեսություն մասնագիտության սովորողները դրանց էլ տնտեսագետի որակավորում են տալիս եւ նրանք ազատ կարող են աշխատել ցանկացած բնակավարում։ Եվ երրորդ մեր հիմնավորումը կայանում է դրանում, որ մագիստրատուրա ընդունվելիս տեղի է ունենում մասնագիտությունների փոփոխություն։ Այսինքն ֆինանսներ ավարտել է ուզում է գնա կառավարում, մասնագիտությունը փոխում է։ Որ մասնագիտությունը փոխում է, նշանակում է պետք է դա դեպի մասնագիտությունից պետք է հանձնի քննություն։ Եվ այստեղ շատ մեծ առարկումներ ալնում, խոսակցություն է առաջանում, որպեսզի նման բան չլինի, տնտեսագիտության տեսության մասնագիտությունը նա ազատ կարող է ընտրել արդեն իր նախասիրության ցանկացած մասնագիտություն եւ առանց որոշիչ մի խոսքի, առանց քննության նա ուսումը շարունակի մագիստրատուրա։ Ինչ վերաբերում է մյուս մասնագիտությանը, որ նոր մասնագիտություն է մտցրել, դա օգտակար հանածոների հետազոտում եւ մշակում մասնագիտություններ։ Ինչպես գիտեք, վերջին ժամանակներս ընդհանրապես բուրընդհատ է ստանում մեր օգտակար հանածոների, պաշարների ուսումնասիրությունը եւ օգտագործումը։ Բայց մասնագետների խիստ պակասում կա, հետեւաբար ուսումնասիրելով եւ համապատասխան այցելություններ, հետո հրավերումներ ունենալով մեր գերների հետ, ես նկատի ունեմ այն հիմնարկների, որոնք աշխատում են այդ բնակավարում, եկել են այն համոզմունքի, որ իսկապես պետք է եւ Արցախ պետական համալսարանում պատրաստվին այդ մասնագիտության գծով կադրեր։ Մենք ունենք համապատասխան պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության բուհերի հետ, որտեղ պատրաստում են այդպիսի մասնագետներ եւ ես կարծում եմ, որ մենք կարող ենք պատրաստել նման մասնագետներ։ Դա չի նշանակում, որ ամբողջ ուսումնական գործընթացը կկատարվի Արցախի պետական համալսարանում։ Կարող է պատահի 2-3 ամսում մենք գործողենք այդ խումբը ուսանողները կամ Երևանի պետական համալսարան կամ ճարտարագիտական համալսարան տեղեկատվական կառավարման համակարգը երրորդ մասնագիտությունն է, որը այս ուսումնական տարում էլ պետք է մենք կատարենք։ Պարոն Դադայանի հավաստմամբ նոր մասնագիտություններն ընտրել ցանկացող դիմորդները լավ դասախոսների եւ գրականության խնդիր չեն ունենա։ Դասավանդելու են ինչպես մեր, այնպես էլ հայաստանյան եւ նույնիսկ մոսկովյան հարգարժան մասնագետներ։ Վերջիններիս հետ արդեն պայմանավորվածություն կա եւ նրանք պարբերաբար դասախոսություններով կայցելեն Արցախի պետական համալսարան։ Մյուս կողմից էլ համալսարանի հարուստ էլեկտրոնային գրադարանը կօգնի, որպեսզի ուսանողներն ունենան անհրաժեշտ գրականություն։ Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրության հարցը։ Կրթական համակարգը անընդհատ կատարելագործվում է եւ մեր բուհերը յուրաքանչյուրը ձգտում ենք որպեսզի բաց դռներով գնանք դեպի այդ նորույթները։ Առավել եւս ընթացիկ արդեն նոր եկած մեր տարվա անցնելիությունների մասին է խոսքը, որ նորույթները շատ են եւ դրանք պետք է անպայման մենք աշխատենք կիրառել։
Մեր բուհի Գրիգոր Նարեկացի համալսարանի համար առանձնահատուկ է նաև նրանով, որ մենք արդեն շենքային նոր պայմաններում սկսենք սպորտ դահլիճ, տարբեր առարկայական կաբինետներ ժամանակակից, դասախոսական համալրված բարձրակարգ այսպես կազմ եւ այս ամենն անշուշտ իրենց բարերար ազդեցությունը կթողնեն։ Կա այստեղ նաև մեկ ուրիշ հանգամանք մեր կոնկրետ բուհի հետ կապված, դա այն է, որ արդեն առաջին տարին է, որ մեզ մոտ գործում է քոլեջ մասնագիտական, միջին մասնագիտական կրթություն են ստանում երեխաները, որը եւ ունի մի շարք առավելություններ։ Իհարկե, այսօր ուսումնական process-ում բավականին կարևոր է մասնագիտության ճիշտ ընտրությունը, որովհետև մենք հաճախակի ենք հականատես լինում, երբ նույնիսկ ոչ հարակից մասնագիտություններ, ասենք տել մարդիկ գալիս, ուզում են որպեսզի մագիստրատուրայում սովորել, բայց բոլորովին իրենց մասնագիտության հետ կապ չունեցող մասնագիտություն ձեռք բերել։ Դա նշանակում է, որ ժամանակին նրանք ընտրությունը ճիշտ չեն կատարել։ Բայց բուհինքից քոլեջի արկայությունը, ընդհանրապես այս process-ը հատուկ է ոչ միայն մեր, այլ նաև աշխարհի ամենաառաջնակարգ բուհերին, նույնիսկ մանկապարտեզներ են պահում, դպրոցներ են պահում բուհերինքից, քոլեջներ են պահում, եւ դա հնարավորություն կտա, որպեսզի ավելի վաղ հասակից երեխաները կարողանան կողմնորոշվել մասնագիտությունների մեջ։ Իսկ մասնագիտությունները բնականաբար չեն ընտրվում ըստ ցանկության, այլ կամ ըստ նույնիսկ նախասիրությունների։ Այս ամենի խիստ հաշվառումը անհրաժեշտ է, բայց այստեղ պետք է նկատի առնել նաև երեխաների ներքին կարողությունները, նրանց հնարավորությունները, որպեսզի հետագայում կարողանան ավելի խորանալ այդ մասնագիտությունների մեջ։ Ու դրան գումարած միջի մասնագիտական կրթությունը հնարավորություն է տալիս, որպեսզի երեխաները իրենց ստացած գիտելիքների կիրառման գործում արդեն իսկ հասնեն որոշակի հմտությունների։ Եվ բացի դրանից նրանք ընտրելով, ասենք, այս կամ այն մասնագիտությունը, երբ ավարտում են, արդեն կարող են առաջին, երկրորդ, նույնիսկ գերազանցիկ սովորողները կարող են երրորդ կուրսից նստել բարձրագույնում եւ սովորել։ Մենք պետք է մեր ձեռնարկումներով արձագանքենք թե պետական պահանջներին, թե աշխատաշուկայի պահանջներին եւ արժանավոր մասնագետներ պատրաստենք մեր երկրի համար, մեր պետության համար։ Իսկ այսպիսի մեծ առաքելություն իրականացնելու համար անշուշտ պետք է եւ դասախոսական, պրոֆեսորական կազմ պատրաստի եւ լավ ընդունելություն եւ միաժամանակ իհարկե գիտական, կրթական բարձր մակարդակի գործունեության ծավալում, ներառելով նաեւ արտերկրի եւ մանավանդ Հայաստանի լավագույն ուժերին։ Գյուղատնտեսության ոլորտում մրցունակ մասնագիտություններ պատրաստելու պատասխանատու պարտականությունը մեծապես կրում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը, որն այս տարի փորձելու է լրացնել նախորդ տարիներին թափուր մնացած մասնագիտությունները։ Մեր բուհը Հայաստանի պետական ագրարային համալսարանի 3 մասնաճյուղերից մեկն է եւ ամենամեծ մասնաճյուղը, ու նպատակն է հանրապետության գյուղատնտեսությունը, մենք գիտենք, որ Արցախը ագրարային երկիր է, համալրի գյուղատնտեսական որակյալ մասնագետներով։ Ընդամենը 3 տարվա պատմություն մասնաճյուղը, բայց արդեն հասցրել է, կարելի ասել, իր տեղը գտնել Արցախի զբոսայգում դաշտում։ Եվ կան նաև մասնագիտություններ գյուղատնտեսական, որոնք տարեստարի ավելի մեծ մրցույթի այսպես տեղիք են տալիս։ Մենք օրինակ 2012-13 տարում ներկայանում ենք շուրջ 20 մասնագիտություններով։ Գիտենք, որ մասնաճյուղը 3 աստիճանի կրթություն է ապահովում, միջի մասնագիտական կրթական ծրագրեր, բակալավրիատ եւ մագիստրատուրա, մեզ նույնպես շատ մեծ, կարելի ասել, ես նպաստն եմ բերում էր մասնաճյուղի զարգացմանը, մայրբուհի պրոֆեսորական դասախոսական կազմը, վերջերս բացվեց հեռավար ուսուցման կաբինետը եւ արդեն առաջին փորձերը կատարվել են մայրբուհի հայտնի արդեն գիտության աշխարհում հայտնի մասնագետները իրենց այդ հեռավար ուսուցմամբ իրենց դասախոսություններ են կարդում մեր ուսանողների համար։ Նաեւ առաջին անգամ արդեն շատ լուրջ զարգ տրվեց փորձ ուսուցմանը, մենք գիտենք, որ սրանք այն մասնագիտություններ, որոնք արտադրությամբ այսպես ավելի շատ պրակտիկ ուղղվածություն է եւ պետք է որ առանց պրակտիկայի ինչ որ տեսական գիտելիքները տալով դրանով չեն կարող բավարարվել։ Ու դրա համար առաջին անգամ մենք ավելի լայն զարգ տվինք փորձ ուսուցմանը մայրբուհում։ Ու այս տարի 12 հոգի ուղարկեցինք մեր ուսանողներից 4 կուրսի ագրոնոմները եւ անասնաբուժները ուղարկեցինք Երևան, Մայրբուհ, որտեղ մեկ շաբաթ շարունակ նրանք փորձուսուցում էին անցնում։ Կարելի ասել այս տարի մենք չունենք ինչ-որ նոր մասնագիտություններ, պարզապես այն մասնագիտությունները, որոնք
արդեն 3-րդ տարին է չեն համալրվում կամ ընդունելություն ոչ թե չի կատարում, այլ խմբեր չեն ձևավորվում։ Բայց նրանք բոլորն է կարելի ասել շատ ակտուալ, շատ հարատապ մասնագիտություններ, օրինակ ասենք ագրոէկոլոգիա, կամ ասենք ապրանքագիտություն, կամ ագրոբիզնես եւ շուկայաբանություն։ Այսօր սրանք են մասնագիտություններ, որոնք մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում կարելի ասել ամենահրատապ մասնագիտությունների կարիք ունեցող համալսարանները պատրաստում են։ Մենք օրինակ կապեր ունենք նաեւ Գերմանիայի ագրարային բուհերի հետ, վերջերս դեռ ենք եւ տեսանք օրինակ, որ գրեթե բոլոր ագրարային բուհերում այս մասնագիտությունները, ինչպես ասում են, մրցութային են համարվում։ 2 տարի շարունակ եթե չեն համալրվել խմբեր, դա դեռ չի նշանակում, որ մենք պիտի փակենք, այլ այս տարի նորից կրկին անգամ մենք հույս ունենք, որ հավաքելու ենք համապատասխան կոնտինգենտ, որովհետև նախ աշխատաշուկան ունի պահանջարկը այս մասնագետների։ Այսօր մենք Արցախում օրինակ մասնագիտացված ագրոէկոլոգներ չունենք կամ ագրոբիզնեսի մասնագետներ։ Եվ համոզված ենք այս տարի անպայման կունենանք շատ լավ կոնտինգենտ։ Շուշիի հումանիտար քոլեջն այս տարի առաջարկում է նոր ու հետաքրքիր մասնագիտություն՝ թատերական արվեստ։ Շուշի Արսեն Խաչատրյանի պետական հումանիտար քոլեջը իր երկարամյա պատմության ընթացքում միշտ էլ որակյալ մասնագետներ է պատրաստել Արցախի, ինչպես նաև Արցախից դուրս տարբեր բնակավարների մասնագետներ։ Ասենք, որ այս տարի ևս բացառություն չի, 2012-13 ուսումնական տարում մեր քոլեջը նախատեսում է ընդունելություն կազմակերպել առկա եւ հեռակա բաժիններում 6 մասնագիտությունների գծով առկա բաժնում եւ 3 մասնագիտությունների գծով հեռակա բաժնում։ Նշենք, որ այս տարի նորամուծություն ենք մենք կատարել առկա բաժնում, դա թատերական արվեստ բաժին է, որը մտցրել ենք հաշվի առնելով ինչպես պահանջարկը, այնպես էլ ԼՂ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ղեկավարության առաջարկությունները։ Նշենք, որ ընդունելությունը կազմակերպվում է հիմնական կրթության բազայի վրա եւ առանց ընդունելության քննությունների։ Իսկ հեռակա բաժնում ընդունելությունը կազմակերպվում է միջնական կրթության հիմքի վրա։ Քոլեջը նշենք, որ ապահովված է այն միջոցներով, որ անհրաժեշտ է կրթությունը կազմակերպելու համար բացառությամբ շենքային պայմաններից, սակայն ասենք, որ քոլեջում առկա է կաբինետային համակարգը եւ բոլոր մասնագիտությունների գծով բավարար կաբինետային համակարգ գոյությունն է։ Նշենք, որ այս տարի մենք ունեցանք համակարգչային նոր կաբինետը, որը որ միացված է համացանցին, բարձր արագությամբ կապով։ Նորից անդրադառնալով թատերական արվեստ բաժնին, ասենք, որ այստեղ մենք Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ղեկավարության հետ ունենք նախնական պայմանավորվածություն վարպետության դասերի կազմակերպման ուղղությամբ եւ այս ուսումնական հաստատության ղեկավարությունը խոստացել է ապահովել այդ մասնագետների ինչպես ուղարկումը, այնպես էլ այստեղի պահպանման հետ կապված ծախսերը։ Քոլեջը ունի նորմալ մասնագիտական բազա, մեր ուսումնական հաստատությունում աշխատում են նաև մասնագետներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել Ռուսաստանում եւ իրենց ունակությունները եւ իրենց գիտելիքները փոխանցում են մեր մատաղ սերնդին։ Քոլեջում կա նաև ռադիոտեխնիկայի բաժինը, որ առանձնահատուկ ուզում եմ նշել, սա մասնագետներ ենք պատրաստում հատկապես պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորքերի համար։ Նշենք, որ մասնագետները հիշյալ ուղղությամբ զորամասերից են, կոնկրետ Շուշիում տեղակայված հոբ գումարտակից, ինչպես նաև այս ուսանողները փորձություն են անցկացնում ինչպես պաշտպանության բանակի հոբ զորամասի գումարտակում, այնպես էլ անհատ ռադիոտեխնիկների մոտ, որովհետև այս փորձուսումը ավելի արդյունավետ է եւ նրանք անմիջական շփում են ունենում անընդհատ զարգացող տեխնոլոգիաների հետ։ Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու ապահովել նրանց մասնագիտական որակումը։ Ի ուրախություն մեզ բոլորի, Ստեփանակերտի արհեստագործական դպրոցում սովորողների թիվը տարեցտարի աճում է, իսկ սա նշանակում է, որ մենք լավ վարպետների պակաս չենք ունենա։ Մեր Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանը այս պահին ունի 235 ուսանողներ, 2008 թվականին ունեինք 169 աշակերտ, միայն կույր մարդը կարող է չնկատել, այս վերջին 2-3 տարիների ընթացքում մեր ուսումնարանին հատկացվելից ուշադրությանը։ Պետությունն է պատվիրատուն մասնագետների պատրաստման համար։ Մեր սուղ բյուջետային միջոցների հաշվին։ Ինչ
Մենք ներկայացնում ենք ինչ մասնագիտություններ, ուսումնասիրելով եւ աշխատանքային աշխատուժի շուկան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք պետք են մեր հանրապետությանը, եւ ոչ մի խոչընդոտ չենք տեսնում կամ կառավարության կողմից կամ կրթության նախարարության կամ բոլորը հաստատվում են։ Վերջերս մենք բացեցինք երկու լավ արհեստանոցներ, փայտամշակման արհեստանոց եւ վերջին, ինչպես ասում են, մոդայի ճիճին համաձայն համապատասխան համակարգչային դասարան, որոնք նվերներ են մեզ տրված արհեստագործական ուսումնարան։ Փայտամշակման խմբում, ասենք, կան երեխաներ, ովքեր կարողանում են շատ լավ փայտի վրա փորագրություններ անել։ Մենք այս տարի պայմանավորվեցինք նախարարության հետ, պարոն Ասրյանի հետ եւ ավելացրինք մի բառ՝ զարդակիրառական արվեստ։ Այսինքն փայտամշակում եւ զարդակիրառական արվեստ։ Եվ արդեն այդ մինչ այդ պատվերը տալը մեր ուսումնարանը մենք կազմակերպեցինք ցուցահանդես։ Այս տարի մենք ներկայացրեցինք ցանկը 19 մասնագիտություններից բաղկացած, փոփոխություններ համարյա չկար, բայց այդ երկու բառից եւ եթե մենք այսօր ունենք ուսումնարանում 15 խումբ, մենք հույս ունենք, որ երկու ուսումնական տարում ավելի կշատանա։ Կարող եմ հավաստիացնել, որ մենք լրիվ բավարարված ենք եւ մասնագիտական կադրերով եւ նյութատեխնիկական հագեցվածությունը մի քիչ կաղում է կապված վարսահարդարների խմբերի հետ, մի քիչ, բայց մնացածը բոլորը կարծես մենք նոր խոհանոց ենք արդեն ստեղծել վերջին հարմարանքներով, մենք քննությունով չենք ընտրում, դրա համար հաստատվեց մեր մասնագիտությունների ցանկը, ոչ թե քննությունների ցանկը։ Փորձում ենք ցանկացած երեխա, ով դիմի արհեստագործական ուսումնարան, ինչ մասնագիտություն ունի, մենք ընդունենք։ Մեզրոպ Մաշտոց համալսարանը, որ միշտ բաց է կրթական նորությունների եւ նորարարությունների համար, այս տարի մասնագիտությունների շարքում նորություն չունի։ Այս տարի Մեզրոպ Մաշտոց համալսարանում արդեն գործում է մագիստրատուրա բոլոր այն մասնագիտությունների գծով, որ մենք ունենք, եւ բավականին լավ ընդունելություն կար։ Есть приглашенные преподаватели, которые во втором семестре будут. Ունենք հրավիրյալ մասնագետներ Ռոստովի հարավային ֆեդերալ համալսարանից, ինչպես նաև Սլավոնական համալսարանից, ովքեր երկրորդ կիսամյակում պիտի դասավանդեն մագիստրատուրայում։ Այս տարի ընդունելություն ենք իրականացնելու 11 առկաբաժնում եւ 8 հեռակաբաժնում։ Ի տարբերություն այլ բուհերի, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ մասնագիտությամբ մենք արդեն ունենք 4 թողարկում եւ մեր շրջանավարտները հաջող աշխատում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հիմնարկներում։ Մեկ այլ նախաձեռնության մասին 4 տարի առաջ անգլերեն մասնագիտությամբ խումբ հավաքեցինք սահմանամերձ գյուղերում դասավանդելու համար։ Այս տարի այդ ուսանողներն արդեն ավարտում են։ Կարծում ենք այս ծրագիրը կշարունակենք այս տարի, որովհետև շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ գյուղերը եւս ունենան անգլերենի լավ մասնագետներ։ Ի դեպ, այդ ուսանողները վճարումը կատարում են միայն 50%-ով։ Մեր դասախոսները պատրաստում են գիտամեթոդական ձեռնարկներ հեռակա բաժնում սովորող ուսանողների համար, հաշվի առնելով, որ նրանք հիմնականում ինքնուրույն աշխատանք են կատարում եւ այդ ձեռնարկները կօգնեն նրանց պատրաստվելու քննաշրջանին։ Եթե մեր դասախոսների պատրաստած ձեռնարկներն անցնեն ստուգատեսը, ապա հետագայում նախատեսում ենք դրանք այլ բուհեր ուղարկել։ Իսկ արտերկրից մենք բերել ենք խմբային աշխատանք իրականացնելու փորձը։ Եթե սովետական դպրոցը, որն ինչ խոսք շատ լավն է, գիտելիք է տալիս, սովորեցնում է, ապա եվրոպականը սովորեցնում է սովորել, այսինքն մեծ քանակությամբ ինֆորմացիայից ընտրել պետքականը, բայց այդ փորձը մեզանում դեռ չի կիրառվում։ Մենք նաև գտնում ենք, որ ուսանողների փոխանակումը շատ անհրաժեշտ է որակյալ կրթություն ապահովելու համար, եւ մեր կողմից բոլոր աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ։ Хотя бы семестр проучиться в зарубежном вузе։ 2012 թվականը ամենքի համար կնշանավորվի որևէ իրադարձությամբ, իսկ մի խումբ երիտասարդ տղաների ու աղջիկների համար այն կկարևորվի ապագա մասնագիտության ընտրությամբ։ Մասնագիտություն, որը հուսանք հնարավորություն կտա նրանցից յուրաքանչյուրին լիարժեքորեն ինքնադրսևորվելու եւ ինքնահաստատվելու։ Որակյալ եւ մրցունակ մասնագետներն են, որ ապահովում են երկրի կայուն զարգացումը, իսկ մեր երիտասարդ պետությունն առավել քան ունի դրա կարիքը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մեկ շաբաթ անց։